Մայիսի 9-ը սոս կորացույցային տարեթիվ չէ, այն համազգային հիշողության խորհրդանիշ է, պայքարի, հաղթանակի եւ զրկանքների օր։ Այսօրը միաժամանակ միավորվում է 3 կարևոր իրադարձություն՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում, Շուշիի ազատագրումը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը։ 1945 թվականի մայիսի 9-ին ավարտվեց պատմության ամենասարսափելի պատերազմներից մեկը։ Այդ հաղթանակի մեջ իր ծանր խոսքն ունեցավ նաեւ հայ ժողովուրդը իր զոհերով, հերոսներով եւ գեներալներով։ Հարյուրավոր հայորդիներ պարգևատրվեցին բարձրագույն շքանշաններով, ցուցաբերելով բացառիկ արիություն։ Նրանցից ոմանք դեռ ապրում են եւ ամեն տարի այսօրը բարձրանում են հաղթանակի զբոսայգի իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան հերոսամարտում զոհվածների անմար հիշատակին։ Վետերան 104-ամյա Հրանտ Կարապետյանը վերհիշում է. Պատերազմը որ սկսեց, դասարանով ավարտական երեկո էր, բոլոր ամբողջ գրպայով այնտեղ Երևանցկայ օջերը գնացինք դել լսեցինք, որ վերալումն է Լևիտան Նիկոլոսը Գերմանը վերալումն բամբելը նաշիգարադա եկանք վայնկոմատ, որ պաստլալ մեր ֆրոնտ բոցար, ինքը մեզ ճանոչում էր են ժամանակ տաներով Վարաշիլովսկի ստրելող բանին հատուչերդ վար ուխադետի կոմ տոշը պրեդոտոչետ ուղարկեցին Սևերնի Կավկազ նեմեսներ են վաղթը մոզդոքում են Սևերնի Կավկազում ամեն հեռավոտ կան ցուցակ էինք բանում հրատարակում նավրոտ մի ցուցակել մի որ հրատարակեցին 5 հոգի հայ Տասնամյակներ անց 1992 թվականի հենց այսօրը հայ ժողովուրդը գրեց նոր հաղթանակի էջ, ազատագրելով Շուշին։ Դա ոչ միայն հաղթանակ է ռազմաճակատում, այլև բարոյական լուրջ ձեռքբերում, պատմական արդարության վերականգնման ակնառու օրինակ։ Արցախյան պատերազմի մասնակից գնդապետ Լեռնիկ Ղազարյանի պատմությունը սերտորեն կապվում է երկու պատերազմների հիշողության հետ։ Նրա հայրն ու հորեղբայրը զոհվել են հայրենական մեծ պատերազմի ժամանակ, երբ Լեռնիկը դեռ 3 տարեկան էր։ Տասնամյակներ անց նա ինքն էր կանգնած հայրենիքի պաշտպանության առաջնագծում, կրելով այն ժառանգությունը, որն իր նախնիներն էին փոխանցել արյամբ ու հանձնազոհությամբ։ Շատ վատ տարիներ էին, իսկական իմաստով, զենք զինամթեր չկար, շատ բաներ, նռնակներն էլ պատրաստում էին ինքնաշեն, որ նույնիսկ պայթում էր, մեկ քողն էին քիչ, բայց որպես հոգեպես շատ ուժեղ են։ Նա ամեն տարի մայիսի 9-ին գալիս է հաղթանակի զբոսայգի եւ հարգանքի տուրք մատուցում անմահացած հերոսներին։ Գնդապետ Ղազարյանը հիշում է ոչ միայն հաղթանակները, այլև նրանց, ովքեր այդ հաղթանակի գինը դարձան։ Կանչեց ինձ Արկադի Իվանիչ Թադևոսյանը կոմանդոս, մեզ պետք է 80-90 հոգի լավ տղամարդիկ, որտեղ գցենք իրանց գործողությունները կկատարեն։ Արեք գնացեք ֆիզկուլ տեխնիկում եւ ստեղծեցինք ինչ ուժեղ տղաներ էին, ինչ ուժեղ։ Իմ ամենամեծ զորավարը նրան Անդրանիկ եւ Նժդեհը, որ կարողացավ պահպանել Զանգեզուրը իր փոքր ջոկատով այնպիսի մի հարված տվեց 11-րդ բանակին եւ նամակ գրեց դուք մեր ծսկեց երեխաների կատնել եք ուտում, մի անգամ էլ փորձեք որևէ մեկը դուրս։ Եվ այդպիսի բան երևի աշխարհում չտեսնված է։ Նոժդեհ, ես հրամայել եմ ձեր ուղարկած արկերից, ռումբերից, ականներից, փամփուշտներից մի կոթող ստեղծել եւ վրեն գրել։ Ձեր գույնը կարմիր է, իսկ գործը սև, որ գան ու թքեն ձեր ակաճին։ Այսօր գնդապետի միակ ցանկությունը հայերի միասնությունն է, ասում է. Մեր ազգը շատ ուժեղ ազգ է։ Հազարամյակներ մենք կարողացանք եւ կդիմակայենք։ Միակ բանը որ դա միասնություն լինի։ Ուրեմն մեզ պետք է միշտ միասնական լինենք։ Միասնական ամեն ինչ էլ մենք կարող ենք դիմանալ, որտեղ դիմասկուն ժողովուրդին պատմությունից ելնելով։ Այսօր Հայաստանի տարբեր անկյուններում հնչում են հիշատակի ու հպարտության խոսքեր, ծաղիկներ են դրվում հուշարձաններին, իսկ հաղթանակի մասին պատմությունները փոխանցվում են նոր սերունդներին։
Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։